ամուսնու եւ կնոջ փոխհարաբերությունները։ Երկուսն էլ հաճախ կարող են լինել կախարդության ազդեցության տակ։ Ընդհանուր առմամբ ոչ միշտ տղամարդը լինելով ուժեղ կօգտագործի վախը, բայց մի խղճացեք կնոջը, որովհետև նա դա հատուցում է մանիպուլյացիայով։ Եվ սովորաբար կինը հաղթում է։ Եկեք մտածենք տղամարդու մասին՝ զայրույթ, բռնություն, կատաղություն։ Նա այնքան բարկացած է լինում, որ աղաղակում է եւ խանգարում ամբողջ տան խաղաղությունը։ Ընտանիքի մնացած անդամներն ասում են՝ եկեք այդ բանն այլևս թույլ չտանք, թող ամեն ինչ լինի այնպես, ինչպես նա է ուզում։ Որն էր նրա շարժառիթը՝ վերահսկում։ Կամ դա կարող է արտահայտվել խանդի միջոցով։ Ես գիտեմ մի զույգ, որտեղ տղամարդը մոտ 40 տարի իր կնոջը վերահսկել է խանդի միջոցով։ Եթե կինը անցներ նրա որոշած սահմանները, նա խելահեղորեն խանդոտ էր դառնում եւ կինը վախենում էր։